Ողջույն բոլորին, այս ֆորմատով առաջին անգամ չէ, որ փորձում եմ ասելիքս տեղ հասցնեմ, ճիշտ է վաղուց նման դեպք չի եղել, բայց քանի որ ասելիքը մի փոքր երկար է, կփորձեմ այս ֆորմատը օգտագործել այս անգամ։ Խոսքս գնում է 2018 թվականի հայտնի դեպքերին, նրանց շուրջ ծավալվող վերջի խոսակցություններին և դրանց նախորդող դեպքերին, ինչ տեղի ունեցավ 2018 թվական մարտ ամիս ելք դաշինքով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը, ով դրանից առաջ մարտի 1-ի գործով դատապարտյալ էր և Սերժ Սարգսյանի կողմից արված համաներման շնորհիվ ազատ էր արձակվել, որոշեց մի խումբ թափթփուկների և հետո պետք է արդեն Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը մեր համար պարզեր, որ նաև մեկ ԱԱԾ գործակալի, առնվազն մեկ ԱԱԾ գործակալ Արարատ Միրզոյանի հետ քայլելով Գյումրիից գալ Երևան և հասնել իշխանափոխության։ Այն ժամանակ շատերի ծիծաղն էր գալիս այս տողերը լսելուց, բայց ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հիմա այդ դեպքերը ֆիքսենք և գնանք մի փոքր ավելի հետ 2013 թվական նախագահական ընտրություններ, Սերժ Սարգսյանի այն ժամանակ հիմնական մրցակիցը, այսպես ասած, Ռաֆի Հովհաննիսյանն էր, ով ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնվելով նստեց սկզբում բողոքի ցույցեր սկսեց, հետո նստեց հացադուլի և վերջում Բաղրամյան պողոտայի վրա ԱԺ-ի դիմաց տեղի ունեցավ բախում Ռաֆի Հովհաննիսյանի համակիրների և ոստիկանների միջև։ Այն ժամանակ, եթե կհիշեք, Արմեն Մարտիրոսյան անունով անձկար, ով Ռաֆի Հովհաննիսյանի աջ ձեռքն էր, վստահելի անձ էր նրա համար։ Բաղրամյան պողոտայում բախման ժամանակ կոտրվեց Ռաֆի Հովհաննիսյանի աջ ձեռք Արմեն Մարտիրոսյանի քիթը։ Նա այդպես արուն-լվա վիճակում մի արտահայտություն արեց, նա ասեց. «Ժողովուրդ, $100,000 փող էին առաջարկում, չենք վերցրել»։ Այդ արտահայտությանը այդպես էլ հակադարձող չեղավ, այդ արտահայտությունը մնաց օդի մեջ։ Փոխարենը Ռաֆի Հովհաննիսյանը Վլադիմիր Գասպարյանի, այն ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ գնացին միասնական աղոթք անելու և ցրվեցին տներով։ Ճգնաժամով սկսված կառավարման փուլը, երկրորդ փուլը Սերժ Սարգսյանի, հասավ իր կուլմինացիոն խորացման կետին 2016 թվականին, երբ մի խումբ իրենց Սասնա Ծռեր անվանող անձինք գրավեցին Երևանի ոստիկանության ՊՊԾ գնդերից մեկը։ Այն ժամանակ, հիշում եք, եղան զոհեր ոստիկանության աշխատակիցների շարքերում ունեին պատանդներ իրենց մոտ պահվող, բայց չնայած դրան, ուրեմն մարդիկ միևնույն է այդ դժգոհության ֆոնի վրա դուրս եկան փողոց և այսպես ասած ահաբեկիչների խումբը, նրանք իմ համար միշտ են ահաբեկիչ եղել, ահաբեկիչների խումբը վերածվեց ապստամբների խմբի և ժողովուրդը սկսեց համախմբվել դրանց շուրջ։ Այդ ժամանակ իշխանությունների կողմից ուժայինների միջոցով ցավոք սրտի չճնշվեց այդ ահաբեկչական ակտը և երկար օրեր տևեց, հետո փողոցում բախումներ եղան, կհիշեք, մարդիկ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացան։ Մի խոսքով, դրանից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով 2016 թվականի սեպտեմբեր ամսին։ Հարցազրույցում ի թիվս այլ մտքերի խոսվեց նաև այդ ահաբեկչական ակտի մասին։ Հիմա փորձեմ մեջ բերել նախագահի խոսքերը, դա կկարդամ, եթե թույլ տաք։
Ռադիկալ դրսևորումներ կարող են լինել ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում։ Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը, իսկ հասարակությունը այս մարդկանց ընկալում է որպես ապստամբների։ Այսպիսի երևույթը հնարավոր չէ արհամարհել եւ դրա հետ պետք է ինչ-որ բան անել։ Հակառակ դեպքում երկիրը ապրելու է, ասես, վառոդի տակառի վրա։ Այս ամենը ինչու ասեցի, որովհետեւ 2018 թվականի այդ իրադարձությունները հայտնի միանգամից չէին եղել։ Նրանք ունեին պատճառներ եւ այդ պատճառներից մի քանիսի մասին խոսացինք։ Հիմա անցնենք 2018 թվականի բուն դեպքերին, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն հասել էր Երևան եւ դրա շուրջ չկար լայն համախմբում, մարդիկ լուրջ չէին վերաբերվում նրան, բայց վառոդի տակառի վրա գտնվող երկրի պայթելու համար ընդհանրապես մի կայծ էր պետք եւ այդ կայծը պետք է լիներ անպատժելիություն, որը արտացոլվեց 2018 թվականի ապրիլի 14-ին հանրային ռադիոյի տանը։ Նիկոլ Փաշինյանը մի խումբ 50-ը չէր հասնում հաստատ իր հետ թափթփուկները իրենցից ոչինչ չներկայացնող անձանց հետ ներխուժեց հանրային ռադիոյի շենք, այնտեղ գտնվող ոստիկանը ոչինչ չարեց, չնայած որ շենքը հանձնված էր պետական պահպանության։ Նիկոլ Փաշինյանը այնտեղ կոտրեց պետական գույք եւ դուրս եկավ, ասես ոչինչ չէր եղել։ Ոչ մի ոստիկանական ուժեր չեկան, դրանից հետո այնտեղ գտնվողներից ոչ ոքի հանդեպ ոչ մի քրեական գործ չհարուցվեց եւ այդ անպատժելիությունը բերեց մարդկանց փողոց դուրս գալուն։ Այն ժամանակ դեռ չկար Նիկոլ Փաշինյանի կողմից փողոցում, այսպես ասած, կառավարվող տասնյակ հազարավոր մարդիկ, այլ ընդամենը մի քանի հոգի էին։ Եվ հիմա հայկականներից շատերն են կրկնում, որ ինչ աներ Սերժ Սարգսյանը, մարդասպանություն լիներ։ Այդ ժամանակ մարդասպանության կարիք բնավել չկար։ Այդ ժամանակ ընդամենը պետք էր կիրառել օրենքը եւ առերևույթ կատարած հանցագործության համար ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ նրա հետի այդ հանցանքը կատարող մի քանի անձանց։ Եվ այդ կետի վրա ամեն ինչ ավարտվում էր։ Դրանից հետոյի քննարկումների կարիքը այլևս չէր լինելու։ Բայց հիմա էլ ես ունեմ ինձ համար մութ մնացած 3 շատ կարևոր հարց։ Որտեղ է հիմա այդ ոստիկանը, որը ծառայություն էր անցկացնում Նիկոլ Փաշինյանի եւ իր այդ թիմակիցների ներխուժման ժամանակ։ Այդ ոստիկանը ում է զեկուցել դեպքի մասին։ Ինչ որ մեկը վերադաս ունի, այդ մարդը պետք է իր վերադասին զեկուցեր, որ նման բան է եղել։ Եվ հաջորդ հարցը, ո՞րն է եղել վերադասի քայլերը, այսինքն այդ վերադասը ի պաշտոն է, ինքը պետք է հաջորդականություն դրսևորեր քայլերում, որոնք կճնշեին այդ գործողությունները։ Չի արվել ոչինչ, 0 գործողություն, որի արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Իմ հարցերը սրանք էին այս պահին։ Դեռ խոսենք 2018 թվականի այդ դեպքերի հաջորդ օրերի մասին, օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է խոսել, թե ինչպես Սերժ Սարգսյանի կողմից արված հայտնի արտահայտության Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, հենց այդ արտահայտության օրը Spike ֆիրմայի պատկանող ֆուրերը հայտնվեցին Երևանի տարբեր փողոցներում, հայտնվեցին այն ժամանակ, երբ փողոցները իբր փակ էին եւ հնարավոր չէր A կետից B կետ հասնել։ Այս հարցերը թող մնան, այս 3 հարցերը հաջորդ անգամ կխոսենք արդեն այդ օրվա մասին։